Բարև սիրելիներս, ճուտս ու ես հիվանդացել ենք, դրա համար եկել եմ մանկական բժշկի մոտ, բայց ոնց տեսնում եք, ճուտս բժշկին չի սպասում, ուզում է գնա։ Նայեք, նանան աճել է, ահա որ շատ, հիմա այստեղ հատիկ կքավեմ, ու նորից կչորացնենք։ Սա էլ բազիլիկ է, այստեղ ռեհան կար, բայց նանան որ շատ աճել է, տեղ չի թողել, որ մնացած կանանչիներն էլ մեծանան։ Մեզ մոտ 2:30 է ու Արմենը պետք հիմա ուզում է քնի, իբր եկել ենք որ քնի։ Իմ հետ խաղում է։ Արմեն, հլասախի չես քնում։ Ներքևը նոր դև էր թափում, որ իբր քունը Ներքևը բաց դև էր թափում, որ քունը տանում է։ Խի չես քնում հիմա։ Մեզ մոտ ժամը 1-ն է ու ես արդեն ահա որ քաղցած եմ, դրա համար այստեղ ձու եմ արդեն խաշել, այստեղ էլ պատրաստել եմ սպաս, հիմա դրանք ունենք նաև ռուկոլա կպատրաստեմ, աղցան ճիշտ է ռուկոլա չեմ սիրում, բայց այդ պամիդորով ու սոուսով ինքը շատ համով է լինում, վրան կդնեմ 1 հատ ձուն, կուտեմ սպաս, ռուկոլան, մի խոսքով հիմա ամանս կսարքեմ ու կտեսնեք ավոկադո էլ կդնեմ, Սալատը լվացա, չունեինք նորմալ լոլիկ, ավելի ճիշտ մեծ լոլիկ, ունեինք չերի լոլիկներ, դրա համար սրանք հիմա կկիսեմ մեջտեղից ու կդնեմ ամանի մեջ։ Լոլիկները դրել եմ, ունեմ կես ավոկադո ու կեսը, դրա համար ամբողջը կօգտագործեմ, այս մնացած հատվածը Արմենիս եմ դրել, առավոտյան նախաճաշին, ես կդնեմ սալատի մեջ։ Այս էլ իմ դեպքում նշանակում է, որ տանը չունենք լոլիկ, մենք ինչքան ունենք, բայց մյուս անգամ լավ, բնեց։ Մացարել եմ չգտա, վստահ եմ, բայց որ կա, դրա համար մի փոքր սերուցքային պանիր կօգտագործեմ, շատ քիչ այնքանավոր հավի համար ու սալատի վրա կլցնեմ բալզամիկ սոուս։ 4 տեղ դրեցի, հիմա սոուսը կանեմ և վերջ ձուն էլ կկտարտեմ վրան ու վсё, իմ սալատը արդեն պատրաստ է։ Ես այս սոուսը կօգտագործեմ, ինքը հենց այդ մացարելապանիրի համար, լոլիկի համար նախատեսված սոուսն է։ Այս կլինի իմ արդեն սալատը պատրաստ է, այստեղ ձուն ուզում էի թեր խաշմիքից լիներ, բայց չի ստացվեմ, մի կտոր այստեղ ֆետա պանիր է կամ սովորական պանիր, ոնց կուզեք, ինձ մոտ այստեղ լավ մեծ բաժակ սպասը, առանց կարագա սպասը, ձավարով է, 2 հատ նեկտար, չգիտեմ 2-ն էլ կուտեմ, թե հետո մեկ, դե ինձ բարի ախորժակ, եթե դուք էլ եք ուտում, ձեզ նույնպես, տեսնենք արդյունք կստանանք սրանից։ Ես սալատը ամբողջությամբ կերա, բայց իմ սպասը արգրավեց, ինքը կուտի իմ սպասը, եթե մնան, կուտեմ, եթե չէ, այդպես առանց սպասի կգնեմ, սպասը երեկոյան կմնա, ուրեմն։ Չափը։ Ոչինչ կյանք, ոչինչ։ Այդ ինձ համոտիկ գնակ է։ Ես է կուտեմ այս նեկտարը։ Քաղցր նեկտար։ Կուսա։ Բարև սիրելիներս, մեզ մոտ ժամը առավոտվա 7:30 է, ես հիմա շուտիչել եմ, որ հարիսա պատրաստեմ ու մինչև Արմենիս արտանալը, արդեն ոնց որ հարիսան պատրաստ կլինի, ես էլ բան չեմ ունենա, տենց նայելու, կողքը մնալու, արդեն ժամանակը իրան կդրամադրեմ, տնից դուրս կգանք, հիմա արագ ծավալը լվացել եմ, դրել եմ կացայի մեջ, հիմա հավն է կլվանա, վրան ջուր կլցնեմ ու կթողնեմ ինքը եփվի, կշարունակեմ մնացած գործերը։ Ես էլ արդեն հարիսան պատրաստի վիճակում, կարագը դրել եմ վրան, սև բիբար, ես այդպես եմ սիրում, շատ շուտվանից հարիսա չի պատրաստել ու իմ կարծիքով ծավալը շատ արեցի, պետք է մի փոքր քիչ անեի։
Բարև սիրելիներս, ես ձեզ միանում եմ իմ ռում գցած սենյակից, մեզ մոտ առավոտ է, ջուտիկս ներքևն է, ես էլ որոշեցի ժամանակ չկորցնեմ, բարձրանամ այս ռումբը հավաքեմ, այդպես միասին կհավաքենք, հեսա հեռուստացույցով, մի խորքով հեռուստացույցով երաժշտությունը կտնեմ, շուշուտ կհավաքենք, լվացքի մեքենան արդեն միացրել եմ, կես ժամանակ ունենք մինչև լվացքը վերջանա կփռեմ, քանի դեռ արևամիջ շմռայլոտ է այսօր հնարավոր է անջեր կա, դե հիմա եկեք, արդեն ցույց եմ տվել ռումբը, ամաչել ոչ կորա, որտեղ ամեն ինչ ցույց անի, եկեք մազերը հավաքենք, բուրկայի մազեր ենք անում, գնացինք խաղալիքներն անկողին նա թափած կհավաքեմ, այդպես փոշիներ կվերցնեմ, մի խոսքով շատ ամեն օր համարյա ես այսենց դաժե մի քանի անգամ օրը այսենց հավաքում եմ, ինչ անեմ հենային դարակը լրիվ բացեք հանդելա, լավը գոնե դե շատ բան չեմ պահում, այսպես, դե գնացինք Խի ընդհատեցի տեսանյութը, որովհետև ամուսինս իր PlayStation-ը վաճառել է ու PlayStation-ի հետ ինքը ուներ այս ֆուտբոլային խաղը, չգիտեմ անունը, եկեք սխալ չասեմ, ու սա 24-ներ ու ինքը սա չէր գտնում, հիմա ես ասացի գտել եմ, զանգեմ տնամ, որ իրա վրա վաճառեմ, կառնի ինձանից, հենց ասեց էլ իրան պետք է Սա երևի 24, ինձ թվում է 24 թվի, ինքը ամեն թվի ուներ, անգամ այս վերջինը մի խաղը, ինքը տվել էր 70 քանի եվրո մի հատ դիսկին։ Չգիտեմ, արդյոք էդի լվացքի մեքենան վերջացա։ Ես չեմ հասկանում, ինք տղաները կհասկանան այս խաղերը չնայած աղջիկներն էլ են խաղում, եկեք չբանանենք, հա, չտարանջատենք, բոլորն էլ կարան խաղան, եթե իրանց դուր է գալի, ինձ սենց խաղեր, ինձ ընդհանրապես խաղեր դուր չեն գալիս, ոչ մի տեսակի խաղեր, բայց ես ազարտի ընկնող մարդ եմ, դրա համար ես զերծ եմ մնում տենց խաղերից, տենց ինչ-որ բաներից, ես իմ կյանքում առաջին անգամ գումարով խաղացել եմ 18 թե 19 տարեկանում, լոտո գումարով, որովհետև փոքր ժամանակ ոնց որ ասում եմ վառվել եմ դրա համար էլ տենց բաներ չի անում, ուրեմն գիտեք ինչ, ես ու աղբերս էինք մենակ տանը ու հեռուստացույցով մի հատ ծրագիր կար, ծրագիր չէ, եթեր կար, որ շատ հեշտ հարցեր էին տալի ու դրա պատասխանը, որը մենք գիտեինք, այդ ժամանակ շատ փոքր էինք, դպրոցական էինք, աղբորս ասում է զանգի, պատասխանը գիտենք, մեզ կվերցնեն, չեմ պատասխանում, տես 10 րոպե զանգում ենք, չեմ պատասխանում, 15 րոպե ենք զանգում, չեմ պատասխանում, մի խոսքով այնքան ենք զանգում, որ վերջում տատին հեռախոսը մուծելու ժամանակն է գալի, տատին տուն է գալի, հետո դե արդեն հասկանում որ էդի ես եմ արել ոչ թե իմ աղբերը, երկուսով ենք արել, բայց դրթողը, որ զանգի, որ մի անգամ եթե չեմ պատասխանում նորից զանգի, էդի ես եմ, որովհետև դե արդեն ծնողները գիտեն, որ մի երեխան ինչ կար անի, դրա համար ես միշտ զերծ եմ մնում տենց ինչ-որ ազարտային բաներից, տենց էդ էլ իմ փոքր տարիքի բաներից, մի խոսքով ահով որ շատ գումար էր եկել, ու մենք էլ դե պարզա չեմ պատասխանել մեր զանգին, աղբորս գցեցի կրակը,
Հիմա կավլեմ կվերջացնեմ ու լվացքը կփրեմ ու այդ ընթացքում կմիանամ լվացքը փրելու ընթացքում որ հեռախոսի մոտ դնեմ զարյատքի հոսանք չունի մեջը հոսանք լցնի ու խոսքով այդ ժամանակ կմիանամ համարյա վերջացրեցի մնացածը ճուտը կքնի նոր այդ ժամանակ կանեմ կիշնեմ մոտը որ շատ չմնա էլի Սիրիներս ես մեր սենյակից վերջացրեցի, հիմա արդեն կարանք ես ու բորկայի պիչոսկեն կանդենք ու իջնենք ճուտիկիս մոտ, մեզ մոտ արդեն ժամը 12-ն է, վերջ։ Սիրիներս մեզ մոտ ժամը 6:40 է ու ես ու ամուսինս իրար հետ տեղ են գնում, իհարկե ես շատ կուզեի ճուտիս էլ մեր հետ տանենք, բայց ամուսինս ասաց, որ մենակ գնանք Այսի ճանկրած է, ոչ մի բան ուրիշ չկա, այդպես միասին կգնանք, կտեսնենք ուր ենք գնում, չգիտեմ սկզբում որոշել ենք գնանք մակդոնալդս ուղղակի պաղ-պաղակ ուտել, հետո ասաց հնարավոր է ինչ-որ բան նստենք ուտենք, հետո ինչ-որ միտեղ կգնանք, ես է կնկարեմ։ Նոր մեզ մոտ մի քիչ անձև եկավ, մոռիցն է հաչում, չգիտես թե ինը պուճուրիկ մոռիցը։ Մի քիչ անձև եկավ, հովացավ, այսօր լավ շոքեր էստեղ Հուսանք երեկո անել անձրև կգա ավելի մաքրոտ լինի։ Մենք եկել ենք Ֆալադու։ Ես ուզում զրով ոլա։ Հո։ Ես արդեն կերել եմ 9 աման, այսինքն 9 սուշի և ասի նկարեմ, որ սրանք ուղարկեն կար մակինա, սրանք թթու չէին ես լոբիները, 8 հատ էլ ամուսինս ա կերել, ինքը փլաֆ ա ուտում, իսկ ես չեմ սիրում փլաֆիկներից, այսինքն չեմ սիրում, հիմնականում ձուկ եմ ուտում, այս մոչին շատ համով էր, տեսակ է տաղջիքն ոնցնայից, հետո խորացներ էլ էր, որ ասում եմ աման չում եմ սենց տեղեր նկարել, սա միանգամից հրապեսը տեսնում են հենց նկարում եմ, այն չի ուզում ասեի, այս մոչին շատ համով էր, հետո մի հատ էր վերցրել որ ուտեմ։ Սոկեր վերցարի։ Ով կրուֆայլան համավալ։ Այդի չապեյթապու։ Չէ։ Արդեն դուրս եմ եկել։ Լավ, կերել ենք, հիմա այն բանկում դե չստացվեց, այս բանկն եկել փորձենք քարտով, ուզում ենք գումար քարտին փոխանցենք, դրա համար հենց հատուկ մեզ այս բանկն է պետք։ Ուսանք էսի սենց կստացվի, հիմա քարտը կմտցնի, որ բացվի դուռը, ու էսի բացվեց միանգամից։ Սենց իրավունք ունես, բացես ու մտնես բանկի մեջ, այստեղ ջրի ապարատ կա, կոֆեի ապարատ կա։ Ուրեմն սա կոպեկի ապարատ է, այստեղ կոպեկները լցնում ես,
Այսինքն լսնում ես թափվում այստեղ ու ինքը ավտոմատ ցույց է տալի ինչքան կոպեկ է ձեզ մոտ եղել ու հետո քարտին է փոխանցում այդ ձեր լցրած կոպեկները։ Դու գալուց մտանք Մակդոնալդս, քանի որ այստեղ ֆուտբոլ էր, Մակդոնալդսում ահավոր հերթ է։ Երևի 20 րոպե սպասել ենք այս պահպակի հերթին։ Կոշիկներից մեքենայի մեջ անել ենք, մենք արդեն գնում ենք տուն։ Արդեն տաղնիկ սիրելիներս ու ես արել եմ իմ երեկոյան խնամքը, օգտագործել եմ Silimax-ի ռետինոլը, սա եմ օգտագործել, հետո այն հատվածները, որտեղ ուզում եմ ավելի լավ, որտեղ որ շատ դեղին են ունեք այս հատվածները, այստեղ մի հատ գիծ կա վզիս հատվածները, օգտագործել եմ կետիկներով սա, և աչքերիս հատվածում օգտագործել եմ Mixity աչքի կրեմը։ Այդպես իմ երեկոյան խնամքը արված է դեմքի։ Հիմա կփոխվեմ ու կգնանք քնելու արդեն, որովհետև մեզ մոտ ժամը 11-ն է։ Իսկ էս իմ ճուտն է արել փայտով հետևիցս, ու փայտով չէր, ավելի ձողով հետևիցս վազում էր։ Պատտվեցի, որ ասեմ մի արա ու տենց խփեց, արդեն ինքը լավանում է, ուղղակի կապուտել էր, այդպես, անի որ ես այսօր մազերից լվացել եմ, ոնց տեսնում եք գլխամաշկս մաքուր է, հիմա կօգտագործեմ իմ գլխամաշկի նյութերը, հիմնականում այս վերջին շրջանում սկսել եմ ակտիվացնել, որովհետև այս հատվածը արդեն կամանց ուզում է բացվել ու գետնին շատ եմ գտնում իմ մազերը, ջանա, դրա համար ուզում եմ օգտագործեմ, որ եթե հանկարծ մազաթափություն է սկսվում մոտս, մի անգամից կանգնի, հիմա ցույց տամ հիմնականում որն եմ օգտագործում։ Time to grow-ի ակտիվի մազում, ակտիվի լեսոնը կամ DST-ի գերմանական ապրանքանիշի երկուսն էլ յուղոտության անտի յուղոտության դեմ է։ Դեմքիս ուղղակի կրեմը քսած, ու չի ներծծվել, դրա համար չեմ ուզում իր դեմքին գտնի։ Վախում եմ մտածում հանկարծ ինչ-որ ռեակցիա կամ մի բան չտա, որտեղ այդ մանր ասեղիկներով կրեմն է քսած, ռետինոլ է քսած։ Այդպես։ Մի հատ։ Ես արդեն վերջացրեցի իմ մազերը, հիմա կասաներեմ, կհյուսեմ ու արդեն դե կքնենք։ Բարի լույս սիրելիները, մեզ մոտ օրը կիրակի է ու մենք գնում ենք վերտերզելով գալու։ Արդեն գնդակը վերցրել ենք, անցած անգամ ուրիշ երեխեքի մոտ գնդակ տեսել էր ու ուզում էր գնդակ, դրա համար ես վերցրեցի, երկու գնդակ եմ վերցրել, մեկը էս մեծը, մեկը փոքր ավելի, տեսնենք որով կխաղա ու կմտնի ջուր, մի քիչ դժվար է մեզ մոտ իր համար արդեն սկսել ջուրը մտնելը։ Դիտիկ, ասա մի բան։ Ասա ոչ եք բարև դիս, ասա բարև հետևորդ դես ջան։ Ասա բարև դիս, ասա բաձև։ Ասա կյանք։ Լավ պաչիկ ուղարկի չես ասում։ Չես ուզում հիմա քեզ նկարեմ։ Okay, լավ, չի ուզում։ Հետո կնկանենք։ Всё։
Մենք վերջացրել ենք, հիմա գնում ենք մեքենայի մոտ, parking-ի ժամը մինչև 1-ն էր ու մեկ արդեն անցել է, հուսանք տուգանք չունենք, գալիս տուգում են, եթե լինում է 25 եվրոյա տուգանքը։ Այդպես հիմա գնանք տեսնենք, հուսանք չունենք։ Այսօր օրը կիրակի է, բայց կապ չունի, կիրակի օրերն էլ են ստուգում։ Սիրելիներս, մենք եկել ենք արդեն տուն ու քանի որ ճուտս չի քնում, ես որոշեցի իմ եղունգները սարքեմ, այս մատս հանեցի, այստեղից ջարդվել էր, սրանք հիմա կհանեմ, մենակ ես երկու մատներ անդադ դուրս գալի, մնացածը լավ պահպանվել են, դե այս ձեռքիս մասին էլ խոսք չկա, նայեք ոնց է երկար է։ Բաբա։ Ջան, կյանք։ Ջան։ Հա։ Իչի։ Այդպես հիմա կսարքենք եղունգներ, չգիտեմ փայլ կանեմ, թե ինչ գույն կանեմ, լիքը բազաներ ունեմ տարբեր գույնանի, տարբեր գույնանի չէ, հիմնականում պաստել գույների են։ Կտեսնեմ որը կանեմ։ Բաբա։ Ջան, կյանք։ Տեսեք թե ինչ եմ գնել խանութից, սրանք մանգոստիններ են, իսկ ես սրա անունը էլ չեմ հիշում ինչ էր, շատ եմ տեսել որ փորձում եմ, եկեք միասին փորձենք։ Անգամ ընտրելու ձևը չգիտեի, դրա համար չեմ կարող ասեմ լավն եմ ընտրել թե վատն եմ ընտրել, հիմա մանգոստինը մի անգամից կբացեմ։ Սա տեսանյութերով տեսել եմ, ինքը ավելի շատ սխտորի նման տեսք ունի, հեսա որ բացեմ դուք էլ կտեսնեք։ Ինքը շատ դժվար է մաքրում, մի ձև մաքրեցի, այսպիսի տեսքն ունի։ Անկեղծ համը չեմ կարող ինչ-որ մի բանի նմանացնել ու ասեմ, որ ինչ-որ կոնկրետ համ ունի, ինքը ուղղակի քաղցր ինչ-որ միրգ է հետաքրքիր։ Իրան կգնահատեմ հեշտ 10-ից 10 համով էր։ Հիմա այս մի միրգը, չգիտեմ կասեք, այս միրգի անունը ես ուղղակի չգիտեմ։ Եթե գիտեք, գրեք մեկնաբանություններում։ Մանգոստինները գրել էի Բիլա Պլյուսից, իսկ սա գնել էի Հոֆերից։ Տեսանյութով տեսել եմ, որ այսպես բացվում են ու գթալով ուտում են ներսինը։ Իր հոտը նման է հյութի, շատ մուլտիֆրուկտի, մեկ էլ հենց իրանով հյութ կա, այդ հյութին է շատ նման հոտը, անուշ հոտը, այստեղ արդեն գտալ է ինձ մոտ պատրաստ է, կփորձեմ, սկզբում կտամ ամուսինս փորձի, ինքը ասեց, որ դառը համ կա, իրան սա դուր չեկավ, բայց նա իրան դուր եկավ մանգոստինը։ Արդեն ես էլ եմ այստեղ պատրաստում, որ հեսա դառը համ կլինեմ, սկզբում շատ քաղցր համ է գալի, հետո վերջում թթու է դառնում։ Սկզբում քաղցր ինչ-որ մրգային սոկ է, հետո թթու լիմոն։ Շատ հետաքրքիր միրգ է, իրան կգնահատեմ 10-ից 8 թթվայնության համար, որտեղ իմ համար շատ թթու էր, բայց որ օրինակ եթե էլի լինի, էլի կուտեմ։ Քա համով հետաքրքիր միրգ էր։ Ու իր սև կտերը շատ հավես, ատամի տակ խրթխրթում էին, բայց քանի որ հեռուստացույցը միացրած է, դրա համար ձենը չեմ կարող բացել։ Դե ինձ սիրելիներս այսօր այսքան է, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը։ Սիրում եմ բոլորիդ։ Ցտեսություն։